բանակում պրոբլեմների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Կարող է նաեւ մահացու մեղքը լինի։ Հետո ասում են, բանակում այդ ոնց եղավ, տենց եղավ, որ բանի 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառը ուրիշից ինչ-որ բան խլելու կուլտուրան է, եւ բանի գերիշխանություն եւ գերակայություն հաստատել համագործակցության տրամաբանությունը դուրս դնելը բանանել ոհմակային տրամաբանության մեջ ամբողջ կյանքը եւ կյանքի փիլիսոփայությունը դասավորել։ Հետո բա ոնց եղավ։ Հենց այդտենց եղավ, ժողովուրդ ջան։ Ես դրա համար եմ ասում եւ այս թեմաների հետ մենք ինչքան հրապարակային այդքան չենք աշխատում, բայց ոչ հրապարակային շատ մանրակրկիտ ենք աշխատում։ Եվ այդ աշխատանքի արդյունքում է, որ ես եկել եմ եզրակացությամբ, ասում եմ, բանակում արկա պրոբլեմների 90%-ը բանակի հետ ոչ, բանակը 2 տարին է ընդամենը, ժողովուրդ ջան։ Չի կարա 2 տարում այդքան պրոբլեմ ձևավորվի։ 90%-ը կապված չեն բանակի հետ։ Կապված են բանակին նախորդող եւ հաջորդող շրջանի հետ, որը հետ ու առաջ այդ ազդեցությունը ունենում է։